Գիտականորեն ապացուցված է, որ մեր ուղեղը սիրում է լինել զոհի դերում։ Ինչու է այդպես։ Որովհետև դա անվտանգ է։ Երբ դու զոհ ես, դու ազատված ես պատասխանատվությունից։ Եթե ես չեմ հաջողում, մեղավոր է տնօրենը, ոչ թե ես։ Մեղավոր է գործընկերը, ավտոբուսի վարորդը, անգամ եղանակը, բայց ոչ հաստատ ես։ Եթե իմ ընտանիքը քանդվում է, մեղավոր է ամուսինս կամ կինս, կամ էլ ամուսնու մայրը, կամ եթե ես աղքատ եմ, մեղավոր է պետությունը, ղեկավարությունը։ Ուղեղն այդ ժամանակ արտադրում է կորտիզոլ, սթրեսի հորմոն, բայց միևնույն ժամանակ դու ստանում ես էգոյի բավարարվածություն։ Եվ այդ բավարարվածությունը քեզ հետևյալն է ասում. ես ճիշտ եմ, նրանք են մեղավորը։ Մեր ուղեղում մի ֆիլտր կա, եւ այն աշխատում է ինչպես Google որոնողական համակարգը։ Եթե դու համոզված ես, որ մարդիկ կեղծավոր են, քո ուղեղը սկսում է փնտրել ու գտնել միայն կեղծավորության ապացույցներ, չէ՞ որ պիտի փաստես, որ դա այդպես է։ Եվ այդ ժամանակ դու նստում ես դատավորի աթոռին եւ սկսում ես պիտակավորել մարդկանց։ Բոլորը կեղծավոր են, բոլորը մեղավոր են, բոլորը անարդար են, իսկ ես ազնվագույնն եմ, արդարն եմ, ես միշտ անկեղծ եմ, այ դրա համար էլ ես միշտ տառապում եմ ու տուժում։